Այո, իմ շատ սիրելի ժողովուրդ, խոսում ենք գլիցինա աննմանի մասին, որը հրաշք բույս է, հրաշք, տեսեք գույները, և գույներով չի, որ պայմանավորված է իր հզոր հատկությունը, այլ հոտով, այսինքն եթերային յուղերի այնպիսի հզոր պաշար է պարունակում, որ անգամ տեսեք մեղուները լեփ-լեցուն են այս բույսի վրա, ծաղիկներից ստանում են նեկտար, և գիտեք, այն չափից ավելի առողջարար է նաև նրանով, որ խաղողի ողկույզների նման իջնելով, անձրևային, կարելի է ասել, քեզ վրա թափում է երջանկություն, անձրևի նման, ողկույզների նման, և տալիս է հոգու խաղաղություն։ Այդ հոգու խաղաղությունից է, որ մարդը կարողանում է խաղաղ, հանգիստ, գիշերը քնել, նյարդային համակարգը կարգավորել և ամենակարևորը, ամբողջ օրգան համակարգերը լինում են առողջ։ Այստեղ նյարդերը խաղաղվում, հանգստություն, տալիս է առողջություն և ամենակարևորը, այս եթերային յուղերով մենք կարողանում ենք և մեր աուրան, այրաշրջանառությունը, քթի, բերանի խոռոչը, նույնիսկ անգամ ասեմ ձեզ, որ այն չափից ավելի լավ է նաև մեր սիրտանոթային համակարգի վրա։ Այն չափից լավ է ազդում նաև մեր շնչառական օրգանների վրա, բրոնխների, թոքերի և ամենակարևորը ունի հակաբորբոքային, հակավիրուսային ազդեցություն, իջեցնում է ջերմությունը օրգանիզմում, քրտնեցնող հատկություն ունի, եթե մենք իհարկե այն թուրմի տեսքով օգտագործենք։ Թուրմը իհարկե պետք է ինչպես օգտագործել, վերցնում ենք այս բացված ծաղիկներից ընդհանրապես մենք մի հատ վերցնենք, հենց այսպես վերցնում ենք, պոկում ենք հենց իրա ցողունի հետ, այս ամբողջը գցում ենք տաք ջրի մեջ, եռացող 200 գրամ, թողնում ենք 20 րոպե, այնուհետև խմում։ Այն հակաբորբոքային է, ջերմիչեցնող է, այն ունի քրտնեցնող ազդեցություն, եթե անգամ կա ջերմություն, ապա մենք 20 րոպեից հետո կարողանում ենք ջերմությունը իջեցնել իր քրտնեցնող հատկության միջոցով։ Քրտնարտադրությունը շատանում է, օրգանիզմը հովանում է և մեր ջերմությունը իջնում է, այնպես որ շատ սիրելի ժողովուրդ, եթե հանդիպում եք, անպայման եկեք, նստեք, շոշափեք, քաղեք և ձեր ջերմությունը, և նյարդային համակարգը, և շնչառական օրգանների ֆունկցիան լրիվ կկարգավորվի։ Ձեր համար Մարիամ Վահանյան։